Ողջույն, երկրի վիճակը հաղորդաշարը կրկին եթերում է, այսօր մեր հյուրը Արդարություն կուսակցության նախագահ Արթուր Բալոյանն է, բարև ձեզ պարոն Բալոյան։ Պարոն Բալոյան, անցած կիրակի մեր և հոգևոր և այսպես ասենք արդեն քաղաքական կյանքում տեղ ունեցավ մի իրադարձություն, որը ցնցումներ է առաջացրել հասարակության շրջանում։ Հովանավանքում տեղ ունեցավ, այսպես ասած, ալտերնատիվ պատարագ տեղ ունեցավ նաև հայ առաքելական եկեղեցու այլ եկեղեցիներում և ամենակարևորը Գարեգին Բ կաթողիկոսի ղեկավարությամբ, գլխավորությամբ Մայրաթոռի եկեղեցում։ Եվ այնտեղ հավաքվել էին մեր հասարակության տարբեր շերտեր, տարբեր մասեր, բայց ես կուզենամ ձեր կարծիքը այս հարցին ոչ միայն կոնկրետ պատարագների, տարբեր իրարամերժ, այսպես ասենք, պատարագների առումով, այլ ընդհանրապես ինչ է կատարվում իշխանություն, հայ առաքելական եկեղեցի, իշխանություն, մեր հավատք այս դաշտում, ըստ ձեզ, ինչից է սկսել, ուր է գնում, ուր կգնա, և ամենակարևորը գիտեք որն է, երբ նայում ես Ղուկաս ավետարանում գրած է, որ բառացի ասեմ էլի, Հիսուս ասում է, զգույշ եղեք, չխաբվեք, շատերը կգան իմ անունով և կասեն, ես եմ Քրիստոսը կամ ժամանակը հասել է, բայց մի հետևեք նրանց, կարծես թե ավետարանի գրած ամեն տառ, ամեն բառ կատարվում է, կամաց իրար հաջորդելով կատարվում է։ Այ կուզենամ ձեր կարծիքը որպես կուսակցության ղեկավար, իհարկե նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նաև հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ձեր կարծիքը այս առումներով, հետո կշարունակենք արդեն պրոյեկտել նաև քաղաքական իրավիճակի վրա։ Շնորհակալություն հետաքրքիր հարցի համար, մի բառով իրավիճակը կարելի է բնութագրել որպես ողբերգություն։ Բոլոր իրավիճակներում երկպառակությունը, բաժանումը, այդ անվստահությունը դա միշտ բացասական հետևանքների է բերում, որը մենք մեր կաշվի վրա, ինչպես ասում են, զգացինք, բայց հիմա ունենք մի իրավիճակ նաև, որը նախկինում էլ եղել են իրավիճակներ, որ եղել են այդպես պատմական ընթացքում եւ մենք միշտ դրա արդյունքում դժվար ենք դուրս եկել ցանկացած իրավիճակում, երբ որ պետության ղեկավարությունը եւ հոգեվոր եւ քաղաքական ղեկավարությունը իրար հետ դուրս են գալիս արճակատման, անպայման դժում է ամբողջությամբ բոլորը եւ պետությունը մասնավորապես։ Իմ կարծիքով ի սկզբանե շատ լուրջ մեծ սխալ տեղի ունեցավ, երբ որ այդ բանավեճը դարձավ հրապարակային, երբ որ հոգևոր իշխանությունը սկսեց խառնվել քաղաքական դաշտին եւ քաղաքական իշխանությունը սկսեց խառնվել հոգևոր դաշտին։ Սա շատ լուրջ մարտահրավեր է մեր պետության համար եւ սա շատ լուրջ մեր ամբողջ ազգի համար եւ շատ ծանր հետևանքներ կարող ունենա, եթե այսպես շարունակվի, եթե այս գործընթացը չլուծվի ու չկարգավորվի այնպես, որ դժողներ չլինեն, հաղթողներ չլինեն։ Ես այս պահին ճիշտ ասած լուծումը չեմ տեսնում ու չեմ պատկերացնում, բայց ես հուսով եմ, որ բանականությունը կհաղթի եւ կկարողանան կգտնվեն մարդիկ եւ քաղաքական իշխանության մեջ եւ հոգեվոր դաշտում, որոնք կկարողանան այնպիսի լուծումներ գտնել, որից մենք ավելի ուժեղացված, ավելի ուժեղ ու եւ ավելի միասնական կկարողանանք դուրս գալ։ Ողբերգություն է ուղղակի իրավիճակը եւ ցավալի է, որ սա իրականություն է։ Այս ողբերգությունը ճիշտ եք ասում, որ ողբերգություն է, բայց նայեք, ողբերգության երկու կողմն էլ, ողբերգություն ստեղծած երկու կողմն էլ ոնց որ անհողդող են, չեն պատրաստվում որևէ քայլ անել, հետ քայլ կամ քայլ անել ընդառաջ մերձեցման առումով, քաղաքական կողմը անընդհատ հայտարարում է, որ եւ միտումնավոր
Կտրիչ Ներսիսյանը պետք է լքի վեհարանը, պետք է ազատել, պետք է վռնդել, ամենատարբեր, այսպես ասած, անընդունելի բառամթերքով, իսկ հոգևոր ղեկավարությունը, նույն արքեպիսկոպոսները ավելի, այսպես ասած, հանդարտ, նույնիսկ առանց այդ ամեն ինչին խիստ բարձր տոներով անդրադառնալու, անողդող իրենց ոնց որ եւ դրա վառապացույցն այն է, որ Կիրակնորյա անցած Կիրակի պատարագի Հովանավանքում տեղ ունեցած պատարագի վերաբերյալ համարյա թե ոչ մի մեկնաբանություն, անդրադարձ չհնչեց, ոչ քաղաքական ընդդիմադիր քաղաքական դաշտից, ոչ հոգևոր դասից։ Կարծիքով այստեղ իրավիճակը հոգևոր մարդիկ հենց բնականա պետք է հանդարտ լինեն եւ չմտնեն այդ իջնեն այդ մակարդակի, որ մտնեն այդ կարգի բանավեճերի մեջ, իրենք պետք է բարձր դիրքում, իրենք պետք է ներողամտաբար մոտենան բոլոր այդ իրավիճակներին, բայց այստեղ նորից եմ ասում, իրավիճակը այն մակարդակի է հասել, որ իրոք այտենց հեշտ լուծում պատկերացնելը իրոք հնարավոր չի եւ ես կարծում եմ, որ այստեղ պետք է ուղղակի տեղի ունենա մի բոլոր կողմերը պետք է հասկանան, որ այսպես շարունակել չի կարելի եւ նստեն մի սեղանի շուրջ ու ինչ-որ մի լուծում գտնեն, որովհետեւ ցանկացած դեպքում, ցանկացած կողմի հաղթանակը թե քաղաքական իշխանության հաղթանակի դեպքում, թե պայմանական ասենք հոգևոր իշխանության հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք ավելի վատ վիճակ։ Դրա համար ես կարծում եմ, որ մեզ պետք անհրաժեշտ է այս իրավիճակից դուրս գալու համար պետք չի որ լինեն հաղթողներ ու պարտվողներ։ Բայց պետք է այս իրավիճակից դուրս գալը համարվի հայ ազգի հաղթանակ։ Միասնության ինչ-որ խորհրդանիշ։ Ես ամբողջությամբ համաձայն եմ, բայց եկեք եւս մեկ վերջին անդրադարձը, եկեք եւս մեկ կարևորագույն բանի վրա ուշադրություն դարձնենք։ Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ի կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ խոսակցություններ, լուրեր, չգիտեմ, դա իհարկե մեր գործը չի, անընդհատ մատնանշվում է մեր եկեղեցական կանոնակարգը, այսպես ասած օրենքը, որով շարժվում է հայ առաքելական եկեղեցին։ Այդ անընդհատ այդ եկեղեցական կանոնակարգը մատնանշող մարդիկ մոռանում են, որ այդ կանոնակարգում կա եւս մեկ կետ, որ եկեղեցում ծագած խժդժությունները, անհամաձայնությունները քննարկման առարկա են դառնում եկեղեցու ներսում, հոգևոր դասում, հոգևոր ժողովում, չգիտեմ, տարբեր ժողովներում եւ դրան միջամտելու որևէ մեկը իրավունք չունի։ Աշխարհիկ մասից որևէ մեկը միջամտելու իրավունք չունի։ Նայեք, կանոնակարգը իհարկե արգելում է որոշ բաներ, բայց նաև արգելում է միջամտությունը։ Հիմա այս կողմը անընդհատ մատնանշում է այդ արգելող բաները, բայց այս մի արգելողը չի մատնանշվում։ Իրանք էլ մատնանշում են, որ հոգևորն էլ պետք է չխառնվեր քաղաքականությամբ։ Եմ կասկածում, որ իրենք չգիտեն այդ կետի մասին։ Իհարկե գիտեն։ Հիմա իմ հարցը հետևյալն էր, այս կուսակրոնության ուխտի խախտումը իբր ասենք, որովհետև ես կոնկրետ չեմ կարող պնդել, որ կա այդպիսի բան։ Այս մասին խոսակցությունները դեռևս խոսվում էին այն ժամանակ, երբ Գարեգին Բ-ն ամենայն հայոց կաթողիկոս այսօրվա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն էր, հա, եւ դեռ այն ժամանակ խոսվում էր։ Նրա կաթողիկոս դառնալուց հետո խոսում է, այսինքն 25-30 տարի առնվազն խոսվում է այս մասին։ Եվ այս մարդիկ, երբ եկան իշխանության եւ ազգային ժողովում երթմնակալության արարողություն կազմակերպեցին, Գարեգին Բ-ն նստած էր որպես կաթողիկոս նախագահությունում։ Ու նրա կուսակրոնության ուխտի հիմնական այդ մեղադրանքը, որ սկսվել է շրջանառվեց ընդամենը 1-2 ամիս, 3 ամիս առաջ, այն դեպքից հետո, երբ Գարեգին Բ-ն Շվեյցարիայում առաջ քաշեց արցախահայության իրավունքների հարցը, վերադարձի հարցը, մեր բազմա
1000 կոթողների եկեղեցական եւ պատմամշակութային կոթողների հարցը, որոնք մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, այստեղ միտում չկա, որ եւ ասում են կաթողիկոսը պիտի չխառնվեր քաղաքականություն, դա իր հոգեվոր որպես հովիվ առաջնորդ իր հոտի շահերի պաշտպանությունն է, եթե նույնիսկ խառնվել է քաղաքականությունը, ապա շատ տեղին է եւ ճիշտ, որ առաջ է քաշել Արցախի հարցը, ազգային հարցը, մեր այդ բոլոր հարցերը մի խոսքով։ Միանշանակ։ Այստեղ մի շատ կարևոր բանի վրա ամեն ինչ որ կատարվում է եւ քաղաքական դաշտում եւ հոգեվոր դաշտում, դա մեր բոլորի գործն է։ Դա մեր բոլորի վրա ուղիղ ազդում է։ Եվ այո, իհարկե, որպես հոգեվոր առաջնորդներ շատ ցավալի է, որ նախկինում շատ քիչ էին այդ ոլորտում հանդես գալիս։ Հիմա ավելի շատ են հանդես գալիս, դա միայն ողջունելի է։ Եվ շատ վատ է, երբ որ քաղաքական իշխանությունը աշխարհիկ մարդիկ խառնվում են հոգեվոր դաշտին։ Ես օրինակ, եթե ես լինեի այդ իրավիճակում, ես կհրավիրեի փակ խորհրդակցություն հոգեվոր դաշտի, քաղաքական դաշտի ու կփորձեի լուծում գտնել, եթե իրոք կա այդպիսի խնդիր կուսակրոնության խախտման կամ այլ վատ երևույթների, ինչպես առողջացնել եւ հոգեվոր հատվածը կամ ինչպես կարգի բերել եւ դարձնել ազգակենտրոն քաղաքական դաշտը, բայց իհարկե այս ամբողջ գործընթացը ինքը քաղաքական է եւ կան կարծիքներ, որոնք ես չէի բացառի, որ դա իրոք արտաքին ճնշման կամ արտաքին պահանջի հետևանք է այս գործընթացը, բայց նաեւ չէի խուսափի այդ թեմայով հոգեվոր դաշտի, ինչ որ կատարվում է հոգեվոր դաշտում, այդ դաշտի առողջացման հետ կապված լուրջ քննարկումներից, հենց իրենք ներսում իրենց ձևով գտնեին այդ լուծումը, որպեսզի դառնային իրոք հոգեվոր առաջնորդներ, ոչ թե ձևական։ Ճիշտն ասած, հիմա վտանգավոր է ինչ որ ձևերից խոսելը, զգուշ խոսենք։ Իրենց ձևով, մեր ձևով այդ ձևերից չխոսենք, բայց այնուամենայնիվ մենք եկեք փաստենք մի բան, որ այն մեղադրանքը, որ քաղաքականությանն են խառնվել, քաղաքականությանն են խառնվում, համենայն դեպս այն չէ։ Նրանք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, մտահոգ էին խառնվել։ Մտահոգ Հայաստանի Հանրապետության ճակատագրով, ինչպես ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է մտահոգ լինի իր երկրի, իր պետության եւ ամենակարևորը իր հայրենիքի ճակատագրով։ Անպայման եւ իրենք պետք է անպայման ու միշտ բարձրաձայնեն այն բոլոր հարցերը, այն բոլոր խնդիրները, որը մտահոգում է հոտին։ Եվ տա Աստված, որ այս թնջուկը շատ արագ լուծվի, որովհետև սա անասելի մեծ վնաս է հասցնում թե մեր պետության հեղինակության իմիջային առումով, թե քաղաքական միջազգային ասպարեզներում ցանկացած առումով մեր պետությանը ամենամեծ վնասը երևի թե հասցնում է այս իրավիճակը։ Շահող կողմ չի լինելու, եթե այսպես շարունակվեց։ Որպես կուսակցության ղեկավար ինձ շատ հետաքրքիր է, թե դուք ո՞րն եք համարում իրական քաղաքական օրակարգը մերօրյա Հայաստանում։ Ամենակարևորը դա է, սկզբից պետք է դիագնոստիկա անել, հետո նոր զբաղվել այդ հարցով։ Հիմա ըստ ձեզ ո՞րն է մերօրյա Հայաստանի իրական քաղաքական օրակարգը, որովհետև օրակարգեր առաջ են քաշվում բազմաթիվ, բազմապիսի իմպիչմենտից սկսած մինչև, չգիտեմ, ամենահասարակ քաղաքական հարցը։ Շեղող ինչ որտեղ ուղղակի գործընթաց ցույց տալու համար արվող գործընթացներ են, որոնց իրոք իմաստ չունի անդրադառնալ։ Ես մի բառով այդ անցյալ ժամանակաշրջանին միշտ անդրադառնալուց ասում եմ ձախողվել են քաղաքական իշխանությունը նախորդ ներկա բոլորը ձախողվել են ու այսօր հասել ենք այն իրավիճակին, որ պառակտվածության, հուսահատության, ելք չտեսնելու մի իրավիճակում ենք, որից ավելի վատ չի լինում։ Իսկ իրական քաղաքական օրակարգում մասով ես միշտ առանձնացնում եմ 3 հիմնական կետ։ Առաջին հիմնական ծանր թեման դա սահմանադրությունն է,
կառավարման համակարգն է, մենք ինչ ունենք, ինչ ենք ունեցել ընդհանրապես միշտ։ Մենք ունենք մեն իշխանություն։ 5 տարին մեկ ընտրելու հնարավորություն, կայսերապետություն 5 տարին մեկ ընտրելու հնարավորություն ձևական, դա նույնպես այդ ընտրելու հնարավորություն դարձել է առևտուր։ Արդեն բոլորը գիտեն, որ դա ավելի շատ ֆինանսի պայքար է, քան գաղափարի կամ ծրագրի պայքար է։ Մեն իշխանություն, որտեղ մի անձը եւ որոշողն է դառնում օրենսդիրում եւ գործադիրում եւ դատական համակարգը ինքն է որոշում։ Դա եթե չփոխվեց այդ համակարգը, մենք չենք կարողանա ոչ մի խնդիր լուծել, ոչ ինչ մարդ ուզում է գա, համակարգը չփոխվեց, խնդիրը մնում է։ Մենք ունենք այդ նույն սահմանադրության մեջ անպատասխանատվություն։ Սահմանադրության մեջ պատասխանատվություն բառը ընդհանրապես չկա գրված։ Ոչ մի տեղ, ոչ մի բանի համար պատասխան չի տալիս։ Տեսեք, մի այսպիսի օրինակ բերեմ։ Անսահմանափակ իրավունքներ, զրո պատասխանատվություն։ Մի օրինակ բերեմ, падգամավորի վերաբերյալ գրված է, որ ինքը առաջնորդվում է իր ախեղճով, ինչ ուզում է անում։ Այսինքն դա կարող ես գալ, խոստանալ ինձ ինչ ուզես ու գնաս հետո անես ճիշտ հակառակը։ Ու դրա համար ոչ մի պատասխանատվություն չես կրում։ Չես ենթարկվում։ Ոչ ամեն ինչ գրել է օրենքով, որ դու պաշտոնապես կարող ես խաբել քո ընտրողներին ու քո ընտրողը ոչ մի ձև ազդեցություն չունի դրա վրա։ Իսկ գրած է շիշ շպրտելու իրավունք չունեն գործընկերները։ Չէ, բնականաբար դրանք չկա։ Թիմ համակարգ ընդհանրապես գոյություն չունի, տեղական ինքնակառավարում հասկացություն գոյություն չունի։ Եթե մենք եւ դա տեսնում ենք, եթե հանկարծ որևէ համայնքում ընդդիմադիր որևէ ուժ է հաղթում, ինքը գործելու եւ ինքնուրույն որոշում կայացնելու եւ այդ կայացրած որոշումը ֆինանսներով նաեւ իրականացնելու հնարավորություն ուղղակի չկա։ Չի տվել։ Գործադիր կենտրոնական իշխանությունը իսկ տվյալ դեպքում մեկ անձը կորոշի, կհատկացնի, չէ, մենեջերներ են, դա տեղական ինքնակառավարում չի։ Եվ այս գլոբալ մասերը ես հիմնականում առանձնացրեցի սահմանադրության մասով, որտեղ համակարգային փոփոխություն է պետք։ Ես միշտ օգտագործում եմ համակարգային իշխանափոխություն բառը, որ մեծ խիստ անհրաժեշտ է անձափոխությունը, անձերի որակական հատկանիշներ եւ այլն ոչ մի բանի չեն բերելու, ոչ մի հարցի չեն բերելու, քանի դեռ որոշողը, կատարողը եւ վերահսկողը դա նույն մարդու ձեռք, նույն մարդն է որոշում ովքեր են լինելու դրանք։ Եվ մենք տեսնելու ենք SMS-ներով ազատումներ, մենք տեսնելու ենք ոչ պրոֆեսիոնալ նշանակումներ, մենք տեսնելու ենք այն ամեն ինչը, ինչ որ տեսել ենք տասնամյակներ շարունակ։ Դա միայն այս անկախության ժամանակաշրջանը չի, դա եւ նախորդ խորհրդային հանրապետության ժամանակաշրջանում էլ է եղել, դե այն ժամանակ համարենք, որ այդքան էական չի, բայց մեր ամբողջ անկախության ժամանակաշրջանում նույն ձեռագրով, նույն ձևով շարունակելով մեկը մյուսին, չնայած եղել են անձափոխություններ, չնայած եղել են ինչ-որ սահմանադրությունների փոփոխություններ, բայց դրանք ոչ մեկը չեն լուծել համակարգային փոփոխությունների հարց։ Երկրորդ գլոբալ խնդիրը, որին ես իրական օրակարգի տեսակետից փորձում եմ միշտ կարևորել, դա անվտանգության խնդիրն է։ Ասեք, նորից համակարգային փոփոխությունների մասով մենք ունենք պարտված համակարգ, որտեղ ոչ մի բան չի փոխվում։ Մենք շարունակում ենք նույն համակարգը, որը ձախողվել է, անվտանգությունը չի կարողացել ապահովել եւ ունեցել ենք բազմաթիվ կորուստներ, մենք շարունակում ենք նույն ձևով իրեն շարունակել։ Ինչ որ ամիսներ ենք կրճատում, ինչ որ հավաքներ ենք անում 25 օր, 40 օր, ինչ որ զենքեր ենք ձեռք բերում, բայց դա համակարգը չի փոխում։ Այն նույն համակարգը, որի շնորհիվ բանակի կառավարման համակարգը, ռազմաարդյունաբերությունը, մարդիկ ովքեր այդ ոլորտում են գործում, նորից այդ բառն են օգտագործում, ողբերգությունը ռազմաարդյունաբերությունում։ Երբ որ նույնիսկ պաշտոնապես ռազմաարդյունաբերությունը հատկացված բյուջեի զգալի մասը չի կարողանում այդ համապատասխան մարմինը օգտագործել եւ հետա վերադարձնում բյուջե, երբ որ բարձ հասարակ բաներ կան, էլի, որ դու չես տեսնում։ Մեր հասարակությունը ընդհանրապես մեծամասնությունը, բացարձակ մեծամասնությունը պատրաստ չի ու գաղափար չունի, ինչ պետք է անի ինքը խնդիրը առաջանալու դեպքում։ Ինչ է կատարվում մեր քաղաքում, երբ որ մի հատ անձրև է գալիս։ Իսկ դու պատկերացնում եք մի խոճապային իրավիճակ, ես էլ չեմ ասում, որ ռումբեր ընկնեն քաղաքում, ես ասում եմ ուղղակի խոճապ տարածվի։ Այդտեղից սկսած, երբ որ այդ անվտանգության հարցը նույնիսկ լուծված չի, որ հնարավորինս արագ արձագանքեն ու խոճապը չտարածվի, մինչև այն կետը, որ ուղղակի քաղաքը կկանգնի։ Բոլորը
դուրս կգան փողոցներ, ամեն մեկը իր ունեցվածք, իր ընտանիք եւ այլն, ում կոլապսի կենթարկվի ամբողջ հանրապետությունը։ Եվ այդ ուղղությամբ աշխատանքը զրո է։ Ամենայն դեպս տեսանելի մասով, ամենայն դեպս ես որպես քաղաքացի, ես չգիտեմ ինչ պետք է անեմ այն պահին եւ որ պահին որ կհայտարարվի արտակարգ իրավիճակ։ Ու դա ոչ միայն պատերազմին է վերաբերում, դա կարող է բնական աղետ լինի։ Մենք որպես հասարակություն անվտանգության համակարգում գաղափար չունենք մեր դերը, որն է այդ անվտանգության համակարգը։ Չունենք անվտանգության համակարգ, որ մենք էլ գաղափար ունենանք, թե այդ համակարգում ինչ պիտի անենք։ Վերջնական արդյունքում այո, կարելի է ձևակերպել, որ չունենք։ Ինչ որ մի բան ունենք, որը ապացուցել է, որ ինքը ձախողված է, ապացուցել է, որ ինքը արդյունավետ չի, ապացուցել է, որ այդպես շարունակել չի կարելի, բայց մենք շարունակում ենք այդպես նույն ձևաչափով, նույն ձևով աշխատել։ Եվ երրորդ խումբ հարցերի բանը դա կառավարման արդյունավետությունն է։ Ուշադրություն դարձրել եք, չգիտեմ, գնացեք ցանկացած ժամի ցանկացած պետական հիմնարկ, պարտադիր հերթ է։ Ու գաղափար չունես, եթե նույնիսկ չնայած դրել են հերթերի կառավարման համակարգ, չնայած նախարարոք գրանցվում ես, բայց գնում ես ու դու վստահ չես թե քանի ժամ հերթի մեջ ես ընկնում։ Այո, դու գաղափար չունես թե քանի ժամ կմնաս այդ հիմնարկում։ Եվ ընդհանրապես ինչի համար ես գնում այնտեղ եւ ինչի ես այդքան մնում։ Դու դառել ես տեղեկանք տանել բերելու մատերիալ։ Պետական մի հիմնարկից պետական մյուս հիմնարկին դու թուղթ ես տանում ու բերում։ Ինչքան ժամանակ ու ներվեր ես կորցնում այդ ամբողջ գործընթացի ժամանակ առանց որևէ օգտակար գործողություն անելու։ Ոչ մի արդյունք չես տալի ոչ քո համար, ոչ ընդհանրապես պետության համար։ Ստեղից գնում ես այնտեղ, ընդեղից գնում ես այնտեղ ու ամբողջ օրդ կորում է։ Ու դրա պատճառով ունենք ուռճացված պետական ապարատ ու ուռճացված ծախսեր, որը ոչ մի արդյունավետության մասին չի խոսում։ Մենք ունենք մի այսպիսի իրավիճակ, երևի լսած կլինեք, հաշվետվություններ են տալի, այսքան գումար ծախսեցինք դպրոցաշինության վրա, այսքան գումար ծախսեցինք ասֆալտի վրա, այսքան ոչ մեկը հաշվետվություն չի տալիս արդյունավետության վերաբերյալ։ Լավ, այդ գումարը, որ ծախսեցիք, արդյոք ինչքանով էր արդյունավետ։ Արդյոք դա հենց այդքան պիտի լիներ, թե այդ գումարով կարելի էր դրա կրկնակին անել։ Հաշվետվության մեջ արդյունքի արդյունավետության մասին խոսք ոչ մեկը չի բերում, չի ներկայացնում։ Միայն ներկայացնում են, որ բյուջե ենք մեծացրել, իսկ այն, որ հարկերն է կրկնապատկե, եռապատկե գույքահարկի դեպքում տասնապատկե եւ ավելացրել, այդ մասին ոչ մեկ չի խոսում։ Մի պարզ օրինակ բերեց վերջերս իմ ծանոթ տնտեսագետներից մեկը, որ երբ որ զուտ պաշտոնապես վերցնենք ինֆլյացիան, երբ որ 4%-ով ավելանում է ընդամենը, հա, հարկը նույն չափով ավելանում է։ Բայց թոշակը, նպաստը, նվազագույն աշխատավարձը չի ավելանում։ Եթե դու քո բյուջետ ավելացել է, դու ինչի՞ չես ավելացնում նա։ Դա գալիս է նրանից, որովհետև ինքը չունի սահմանադրորեն այդպիսի պարտավորություն։ Ավելացրել է աշխատավարձը, ինչ եղել, որ ինքը չունի սահմանադրորեն նման պարտավորություն եւ իր այդ ավելացնելը ինքը ներկայացնում է որպես իր կողմից բարի կամքի դրսևորում։ Դա իր պարտավորությունն է։ Եթե դու 100 դրամանոց հացը սկսել ես վաճառել 110 դրամով, քո հարկը, որը մինչև այդ 20 դրամ էր, զուտ միայն անվելացված արժեքի հարկի մասով, հիմա դարել է արդեն 22 դրամ։ 2 դրամ դու օդից ավել գումար ես հաշվել զուտ նրա հաշվին, որ գինը բարձրացել է։ Դու պարտավոր ես այդ գինը փոխհատուցել դա թոշակի եւ մնացած տեսքով։ Իսկ իրենք ներկայացնում են դա որպես տեսեք ինչ լավն ենք մենք, ինչ լավ բաներ ենք անում, որ աշխատավարձ ենք բարձրացնում կամ թոշակ ենք բարձրացնում կամ չգիտեմ ինչ։ Բայց բարձրացնում են։ Աշխատավարձ հասկացա, իրենց աշխատավարձը բարձրանում է, մնացածը բարձրանում է։ Իրական կյանքում, քանի որ այդ բնական process-ները գնում են ինֆլյացիա եւ այլնով, թվային բարձրանում է, իրականում ոչ։ Թիվը կարա այսօր ֆիքսված լինի 30,000 դրամ, վաղը դա անվանեն 35,000 դրամ, բայց գնողունակության առումով դու ավելի քիչ բան ես կարողանում գնել, որովհետեւ բնականորեն կյանքը թանկանում է։ Եվ այդ ամեն ինչը բերում է մի իրավիճակի, երբ որ դու արդեն չես ուզում։ Ես շատ եմ օգտագործում այդ իմպետություն բառակապակցությունը, շատ քիչ մարդիկ են այսօր օգտագործում իմպետություն հասկացությունը։ Երբ որ ես հարցնում եմ մարդկանց, իրենք ասում են, բայց ինչով է իմը։ Եթե ես կառավարման համակարգի վրա, ձևավորման վրա որևէ ազդեցություն չունեմ։ Եթե ինձ իմ խնդիրները լուծելու մեխանիզմ տրված չի։ Ես չգիտեմ, ես կարող եմ գնամ ու ստիպված մենք ուշադրություն դարձրեք բոլոր խնդիրները լուծելու համար մարդիկ փողոց են դուրս գալիս։ Անպայման գնում են կառավարության շենքի մոտ ցույց են անում, որովհետև այլ լուծման մեխանիզմ
համակարգը չի տվել։ Գնում են ցույց են անում, բանի տեղ դնող չի լինում, մարդիկ էլ ասում են դե լավ, սենց էլ պիտի լիներ։ Եթե մի քիչ խնդիրը բանա, բարձրաձայնվողը մասսան ավելի հետաքրքրվողը, լավագույն բանը որ անում են կանգնեցնում են գործընթացը ու դրանով ավելի մեծ վնաս են տալիս։ Ու ստանում ես մի իրավիճակ, երբ որ մի կողմից խնդիրը բարձրաձայնելու դեպքում դու հասկանում ես, որ ավելի վատ է լինելու, մյուս կողմից չբարձրացնելը ավելի ծանր հետևանք է ունենում ու դու որպես քաղաքական գործիչ դու չես կարողանում հասկանալ լավ ես որտեղ ինչպես անեմ ճիշտ, որովհետև եթե խնդիրը բարձրացեցի ու խնդիրը լուրջ կարողացա հիմնավորել, իրեն կանգնացնելու են դա, որ լուծում չեն տալու։ Ու դու ունենալու ես կոպիտ ասած ստացվելու ասպես տանիքը քանդել են, դու կեսը քանդել են արդեն դու խնդիր ես տեսնում բարձրաձայնում ես այդ մասին, իրեն կանգնեցնում են ու մնում է կես տանիքը բաց։ Ու ստացվում է, որ դրա պատճառով ավելի վատ հետևանքի առաջ կանգնեցիր։ Ու աշուն է, անձրև։ Ու այդպես բոլոր ոլորտներում, այսինքն արդյունավետ կառավարման մասին խոսք չկա Հայաստանում։ Մենք չունենք կառավարման ու ամենասարսափելին է, որ դա ընդունում են ու այդ մասին բարձրաձայնում են բոլորը։ Ինչ կադրային քաղաքականություն է վարում այսօր իշխանությունը։ Որտեղ եք տեսել որևէ հիմնավորում, ինչի այս կադրը նշանակվեց, ինչի այն կադրը հեռացվեց։ Դա ամենակարևոր բաներից, հաշվետվություններից մեկն է, որպեսզի ես իմանամ, թե ինչի այսինչ մարդը պիտի նշանակվի այսինչ պաշտոնին, կամ ինչի այսինչ մարդը պետք է հեռացվի այդ պաշտոնից։ Երբ որ դու ինձ հաշվետվություն չես տալի, ինձ չես ես չունեմ ազդեցության լծակ, ում նշանակես, ում հեռացնես, բայց դու ինձ պիտի հաշվետվություն տաս, ինչ է արել բարձրագույն դատական խորհրդի նախագահը, որ դու իրան հեռացնում ես։ Իսկ ինչ է նշանակել։ Այդ է ասում էլի։ Սկիզբը ինչի համար է նշանակում դա։ Պիտի անցնի որոշակի քննարկում եւ հիմնավորում, այս մարդը այս արժանապատվների, այս նպատակի համար։ Հիմա դուք հարցը տվեցիք, հիմա էլ ես պատասխանեմ։ Ասեմ ինչի համար է նշանակել։ Որ դատավորը դուրները չգա, այդպիսին շատերն են։ Կարող եմ անուն առանուն նշել։ Որ դատավորը դուրները չգա, ԲԴԽ-ն կնքի այդ կարգապահական վարույթ եւ այլ։ Վարույթը հարուցի, առաջի վարույթին ցույց տա, որ օրենքով ենք նկատողություն, երկրորդ վարույթին անկախ դատավորի բերած փաստերից, որ այդ երեխան, որ ներկայացնում է այդ մեղադրանք արդարության նախարարության կողմից, սինեն, փուչեն, ասենք 6 կետով մեղադրանք է գնում դատավորին, վերջերս ես ամբողջ այդ նիստը նայել եմ, 1 տարի մոտավորապես առաջ, 6 կետով, 7 կետով մեղադրանք է գնում, նիստը հետաձգում են, դատավորը գալիս է այդ 6-7 կետն էլ պարզաբանած ցույց է տալիս, որ իր մեղքով որևէ բան չի եղել, մեկը քրեակատարողական հիմնարկը չի ներկայացրել բանին դատապարտյալին, մյուսը այն, բոլոր 6 կետերը արդարության նախարարության կողմը համաձայնում է, որ այո, ճիշտ է, բայց դատավորը զրկվում է իր գործողությունները կատարելու իրավունքից։ Այ դրա համար են դա։ Իմ ասած առաջի կետին էր, քանի որ մեր իշխանություն է, քանի որ համակարգը եւ այդ օրենսդիր գործադիր կառավարչական եւ դատական կառավարչական համակարգերը անկախ չեն, ինքնուրույն գործելու հնարավորություն չունեն եւ դա կառուցվում է հենց այդ սկզբունքով, նույն սկզբունքով կարող են ասել падգամավորին մանդատը տիր դուրս արի, նույն սկզբունքով կարող են ասել կառավարությունը ես եմ ու ով ինձ հետ համաձայն չի պետք է գնա, նույն սկզբունքով կարող են ասել դատավորներին, որ եթե իմ ուզած վճիռը չես կայացնում, դու պետք է հեռանաս։ Այստեղ այս ամեն ինչը այդ մի բանից է գալիս, որ մի անձի վրա է ու այդ մի անձը կարա ճիշտ որոշում կայացնի, կարա սխալ որոշում կայացնի, բայց հավանականությունը սխալվելու 90%։ Դրա համար է ամբողջ աշխարհը գնացել այդ տարանջատման, այդ բաժանման ու դրա համար են բոլոր այն երկրները, որոնք հայտնի խոսքա կորզող հասարակությունից վերածվել են ստեղծարար հասարակության, դրա համար նրանք թռիչքաձև զարգացում են ունենում եւ առաջ են գնում։ Իսկ այն բոլոր հասարակությունը, որտեղ
բոլոր միայն մտածում են այն մասին, որ իշխանությունը ոնց պահենք, ոնց անենք պոպուլիստական հայտարարություններ հասարակության համար հաճելի ինչ-որ բաներ հայտարարենք, միգուցե դա հիմնավոր է, միգուցե հիմնավոր չի, ամբողջ խնդիրը նրանում է, որ հիմնավորումը չենք լսում։ Ոչ կրճատելու, ոչ ավելացնելու հետևյալն է բանակի օրինակ կրճատելու։ Բանակը անվտանգության ամբողջ այդ կոնցեպտում ունի ամենավերջին տեղերից մեկը։ Եթե 6 կետ է, 5/6 կետում է, եթե 150 կետ է, ավելի հեռու է 150-րդ կետում է։ Բանակը որևէ նշանակություն չունի անվտանգության համակարգում։ Այդ մի տարբերակը չեմ լսել եմ մյուս տարբերակը, որ այդ խնդիրը լուծել են պրոֆեսիոնալ, այսինքն պայմանագրային ծառայողների քանակի ավելացումով, բայց ես ինչպես որ նշեցի երկրորդ կետում անվտանգային խնդիրների մասով, մենք այդ ամեն ինչից որևէ ձևով տեղեկացված չենք, որևէ ձևով հասու չի մեզ այդ ամբողջ ինֆորմացիան։ Դրա համար մեր մոտ ցանկացած գործողություն ինչ էլ որ անեն, որ կողմից էլ որ անեն, մեր համար դա անվստահություն է եւ այդ պատճառով մենք ունենք այս իրավիճակը, երևի թե մեր պատմության ընթացքում չի եղել, անկախության պատմության ընթացքում երբևէ չի եղել նման իրավիճակ, որտեղ բոլորը բոլորին չեն վստահում։ Մենք հիմա քաղաքական դաշտում տարբեր կլոր սեղաններ են, մենք տարբեր գործընթացների ենք մասնակցում, տարբեր նախաձեռնություններ եւ շարժումներ կան, որտեղ ոչ մի կլոր սեղան մյուսին չի վստահում։ Նույնիսկ կլոր սեղանի շուրջ նստած մարդիկ զգում ես, որ իրենք իրար չեն վստահում ու ունեն ծայրահեղ սուր բաներ, որ ես այսպես եմ կարծում ու վերջ կարմիր գիծը դա, այսինքն փորձել գալ ինչ-որ մի կոնսենսուսային իրավիճակի, բացարձակ ճշմարտություն ասողի դերին։ Այո, եւ փորձել գալ այդ կոնսենսուսային ինչ-որ մի իրավիճակի, որտեղ մի բան ես կզիջեմ, մի բան դու կզիջես ու կգանք կհասնենք այն իրավիճակ, այն բանին, որ խնդիրը կլուծվի, պատրաստակամություն չկա, որովհետեւ սա Ռուսի ագենտ է, սա Արևմուտքի ագենտ է, սա 5-րդ ճարասյուն է, սա դավաճան է, սա նախկին է, սա ագենտ է, սա ԱԾ-ի ագենտ է, սա ՖՍԲ-ի ագենտ է։ Չեմ տեսել մարդ, որին ասեմ, եկեք հանդիպման, իր ամբողջ առաջի հարցը չլինի ովքեր են։ Չեն հարցնում օրակարգը, չեն հարցնում ես ինչով կարամ օգտակար լինեմ, ես ունեմ առաջարկություն, ովքեր են լինելու։ Եթե այս ինչ մարդը կա, ես չեմ գա։ Եթե այն ինչը կա, ես չեմ գա։ Ու այդ ամբողջի արդյունքում մենք Եթե Պուտինի անունը տալու են, առավել եւս չեմ գա։ Այո։ Սա մեր թշնամին է, նա մեր թշնամին է, եթե դու չես օգտագործում, որ նա մեր թշնամին է, ուրեմն դու ես թշնամի մեզ, ու այդ իրավիճակը բերում է նրան, որ այո, մենք կարող է շատ մեծ հավանականությամբ մենք կարող ենք ուղղակի կորցնենք պետությունը։ Եթե համարենք, որ հիմա այն ինչ որ ունենք դա պետությունը, ձևական մասով լավ եկեք ընդունենք, որ պետությունը, բայց ավելի վատ վիճակի մեջ կհայտնվենք, երբ որ մենք ուղիղ արտաքին կառավարման կանցնենք։ Մեր պետությունը, եթե հիմա ներքին ինչ որ հարցերել թողնված է ներքին իշխանիկներին, նույնիսկ դա կկորցնենք։ Եվ կգա իրավիճակ, որտեղ մենք ոչ մի բան չենք որոշի։ Դրսից ոնց կկարգադրեն, ինչ կասեն, ոնց կասեն ու այդ համատեքստումը գալու եւ այդ ճանապարհների այս կամ այն ձևի բացվել կամ չբացվելը, այսինքն մենք չենք որոշում, մեզ թելադրում են, մեր մոտ ով ավելի լավ կկատարի եւ այստեղ կատարողի մրցույթ ոնց որ իրավիճակում հայտնված լինենք, ով է պատրաստ արտաքին ավելի լավ կատարի, ավելի լավ կատարելու։ Մի իրավիճակ էլ ունենք, մի նախաձեռնություն էլ բավականին երկար տարիներ փորձում ենք իրականացնել, ասում ենք եկեք նախընտրություն կազմակերպենք, primaries։ Մի հատ բոլորով միասին, տեսեք բոլորս նստած ենք կլոր սեղանի շուրջ, տարբեր քաղաքական ուժեր ենք, տարբեր կուսակցություններ ենք, եկեք մի հատ հասարակությանը հարցնենք, իրանք ինչ կարծիքի են։ Ես կարծում եմ, որ պետքա այսինչ բանը արվի, ինչքանով է հասարակությունը իմ հետ դրա հետ համաձայն։ Եկեք լսենք իրանց ու նոր որոշենք, որ նա ճիշտ որը սխալ։ Ի վերջո իրենց համար ենք, ամբողջ հասարակության մենք մեր բոլորի համար է այդ քաղաքական գործունեությունը։ Եթե ես պատրաստ չեմ լսելու ու ես պիտի ստիպելով իրեն ներկայացնեմ իմ առաջարկ, հենա անում են, ի՞նչն է փոխվելու։ Ես կգամ, թե իրանք են նստած հենա, իրանք այդ նույն ձևով առանց հարցնելու քաղաքացուն, իրենք որոշումներ են կայացնում ու ասում են քաղաքացի պիտի գոհ լինես։ Չի լինում այդպես։ Քանի դեռ ես չեմ հասկացել դու ինչ ես անում եւ ինչի ես անում, ես միշտ դիմադրելու եմ այդ փոփոխությանը։
իսկ մեզ խիստ անհրաժեշտ են փոփոխություններ, համակարգային փոփոխություններ, բայց ես, քանի որ արդեն նախատրամադրված եմ, դու նախկին ես, դու թալանչի ես, դու գող ես, դու պարտվող ես, դու կապիտուլյանտ ես եւ այլ, բոլորին մի բանով արդեն կպցրել եմ, նույնիսկ աշխարհի ամենալավ բանը, եթե դու գաս առաջարկես, առանց բացատրելու, ես դրան դեմ եմ գնալու, որովհետեւ ես այդտեղ այն հայտնի անեկդոտի խոսքը կա, որտեղ են ինձ գցում։ Եթե ես չեմ հասկանում, թե դու ինչի համար ես այդ լավությունը ուզում անես, չեմ հասկանա որտեղ ես դիմադրելու եմ դրան։ Ու ստեղ առաջանում է այդ այնց պարակտված դիմադրության մի հատ վիճակում ենք, որտեղ ինչ ուզում է անի, ով ուզում է անի, դա իշխանությունը կանի, դա անդիմությունը կանի, մենք միայն դիմադրություն ենք ցույց տալիս։ Մենք դրա համար չենք համախմբվում ոչ մի բանի շուրջ։ Իսկ դրա լուծումը մեկն է, կամ գտնել են գլոբալ կարևորագույն հարցերը, որոնց շուրջ քաղաքական դաշտի, այսպես ասած, գործիչներով գալ համաձայնության եւ այդ առաջարկը ներկայացնել հասարակությանը, ստանալ նրա հավանությունը եւ գնալ դա իրականացնելու, կամ ուղղակի դիտորդի դերում նայել թե ինչ է կատարվում եւ ով ունի տարբերակ հեռանալ։ Այո, որովհետեւ միակ ուրիշ տարբերակ, քանի դեռ զրույցը չկա հասարակության հետ եւ նրա պատվերը չկա եւ այդ պատրաստակամությունը չկա լսել այդ պահանջները, այլ կա ես եմ միակ ճշմարիտը, ես պիտի ոնց ասում եմ այդպես պիտի լինի ու բոլորը պիտի գաք իմ հետևից, որովհետեւ ես եմ փրկիչը ձեր մեջ բերած, բայց մարդ ասել է չգնաք հետևից ու բոլորս չենք ու չենք գնում, այո, չենք խաբվում, որովհետեւ դա նորմալ է, դա նորմալ մարդու էությունն է, ցանկացած բանական մարդ չի կարող ոչխարի նման ուղակի դիմացից գնացողի հետևից ուղակի գնալ։ Դիմացից գնացող այծի հետևից գնա, հա։ Դրանով է տարբերվում մարդը կենթանուց, որովհետև ինքը բանական է, ինքը ուզում է հասկանալ իրեն ուր եւ ինչի ես առաջնորդում։ Առաջնորդի գլխավոր, իմ կարծիքով առաջնորդի գլխավոր հատկանիշը հենց դրանումն է, որ ինքը կարողանա ինձ համոզել, թե ինչի է դա ինձ պետք։ Եթե ինձ կարողանում է համոզել, որ 90%-ը իմ աշխատածի պիտի ես վճարեմ որպես հարկ, ես կվճարեմ դա։ Եթե չի կարողանում համոզել, ես նույնիսկ 1%-ը չեմ ուզում վճարել, որովհետև ես ի սկզբանե գիտեմ, դա տանելու ես թալանես, դա տանելու ես քո համար դղյակ սարքես, դա տանելու ես դուրս ուղակի։ Ես ինչի աշխատեմ ու հենա ես իմ աշխատածով պահեմ իմ ընտանիքը, իմ հարազատներին, իմ աշխատակիցներին, ես քեզ չեմ վստահում ուղակի, որովհետև սա իմ պետությունը չի։ Դուք ձեր խոսքում մեկ այսպիսի թեզ առաջ քաշեցիք, որ պետական կառավարման համակարգը մի անձի կառավարման համակարգ է եւ այդ անձը 90% որոշումներում կարող է սխալվել եւ սխալվում է։ Հիպոթետիկ պատկերացնենք, չենք ֆիքսվում որևէ անուն ազգանունի վրա։ Հիմա բոլոր անուն ազգանունի ժամանակ այդպես եղել է։ Հա, բոլոր անուն ազգանունները հենց այդպիսի բանով են առաջնորդվել։ Հիմա ես հակառակն ասեմ։ Դիցուկ պատկերացնում ենք, որ 90% որոշումներում հոյակապ որոշումներ է կայացվել։ Հնարավոր է, որ այն 10% որոշումը այնպիսի կործանարար լինի, որ սրբի տանի ես 90% ճիշտ որոշումները։ Միանշանակ։ Կա չէ այդպիսի բան։ Այո, իհարկե։ Որ ճանապարհով գնում ես, վարորդը շատ լավն է, մեքենան շատ լավն է, պահի տակ վարորդը որոշում է կամ չի որոշում մեխանիկորեն, անկախ իրանից ստացվում է այդպես, մի թեթև ղեկը թեքվում է եւ մեքենան հայտնվում է ձորում։ Վերջ։ Մնացածը ինչքան լավ էր նայել ավտոն, ինչքան լավ վիճակում էր այդ մեքենան սարքված, ինքը ինչ պրոֆեսիոնալ, ինչքան տարիների փորձ ուներ եւ այլն, այդ պահին կայացված ճակատագրական որոշումը ու այդպես ավելի բնական բան ասենք, կամ մի հատ փոսա դուրս գալիս այդ բանի դեմը մեքենայի ու վթարը պատրաստ է, որովհետև այո, անկախ քեզանից նաև գլոբալ աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց նոր սարքած ճանապարհը կարող է փլուզված լինի եւ մեքենան կողաշրջվի։ Եվ դրա լավագույն տարբերակը, այո, երբ որ դու ունես այլընտրանքային անվտանգության Այսինքն պետական կառավարման համակարգը քանի հակակշիռների մեխանիզմով չի աշխատում, քանի մեկ մարդու ձեռքում է, դա եղել է 35 տարի առաջ, դա եղել է 20 տարի առաջ, դա եղել է միշտ, մինչև ունեցել իրավիճակ, որտեղ եւ այդ կոստյումը փոխ եկել է, մտածում ենք կոստյումը կփոխվի, չփոխվեց կոստյումը, կոստյում հագնողը փոխվեց։ Մեզ պետք է կոստյում փոխել, ոչ թե հագնողին փոխել։
Մեզ համարարեշտ է, ուղղակի խիստ անհրաժեշտ է համակարգային իշխանափոխություն։ Տեսեք, երբեմն վիճում են որոշ մարդիկ ասում են այո համակարգային փոփոխություններ, բայց ինչի իշխանափոխություն, ես ասում եմ, որովհետև եղած դերակատարներից ոչ նախկին ոչ ներկա որևէ մեկի նկատմամբ վստահություն այլևս հնարավոր չի։ Մարդիկ ծախողել են, պետք է հեռանան։ Այն հայտնի մուլտֆիլմի նման Ակելա Պրամախնուսը ծախողվել է։ Ինքը ունեցել են հնարավորություն համախմբել հասարակությանը եւ լինել առաջնորդ, իրենք ձախողել են, իրենք չեն կարողացել համախմբել հասարակությանը։ Ինչքան շուտ այդ բոլոր դերակատարները հեռանան քաղաքական դաշտից, այնքան արագ տեղի կունենա համախմբումը։ Բոլորին համախմբելու համար բոլորին խանգարում են այդ 4 գործող անձինք։ Նույնիսկ եթե իրենք չկան, նույնիսկ եթե իրենք ոչ մի բան չեն անում, կասկածը, որ սա սրա մարդն է, կասկածը, որ սա սրա շահերի համար է, բերում է այդ իրավիճակին, որ մարդիկ իրար հետ չեն ուզում աշխատել։ Այն պահից սկսած, որ այդ 4 անձը, ընդամենը 4 անձ կհայտարարեն, որ իրենք քաղաքականությունից հեռանում են, մեր քաղաքական դաշտը շատ արագ կգտնի լուծում, ինչպես վերականգնել վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ։ Քանի դեռ իրենք քաղաքական դաշտում են, քանի դեռ իրենք ունեն շահեր եւ հավակնություններ, միշտ բոլորի մոտ այդ կասկածը լինելու է, սա սրա մարդն է ու այդ համախմբումը, այդ կլոր սեղանի շուրջ նստել ու լուծում գտնելը չի անցնելու հաջորդ փուլ։ Պարոն Բալոյան, ըստ իս այդ 4-ից մեկը արդեն իսկ, այսպես ասած, որևէ հավակնություն չունի եւ չի էլ ցույց տալիս, անկախ իր այդ ստվերային ազդեցությունից, որ ոչ ոք չի բացառում այդ ստվերային ազդեցությունը, դա հանրապետության առաջին նախագահի մասին եմ ասում, երևի 4-ը դարձնենք 2։ Չէ, ինչի է։ Մեկը հաստատ ինքը կամովին չի գնա, այն երկուսը ուղղակի եթե հրաժարվեն, ինձ թվում է այդ կոնսոլիդացիան տեղի կունենա։ Տեսեք, խնդիրը ինչումն է։ Ես անձերի հետ խնդիր չունեմ։ Ես Բոլորի վերաբերյալ կարող ենք եւ իրենց գործունեության ընթացքում եւ դրական բաներ ասել, եւ բացասական բաներ ասել։ Հնարավոր չի այնպեսի գործիչ լինել, որ միայն բացասականը կամ միայն դրականը, բայց ընդհանուր առմամբ ընդհանուր գնահատականը հասարակության, դա հենց դա է, որ դուք ձախողվել եք։ Եթե ձախողվել ես, բայց շարունակում ես ստվերային կլինի, շատ մի տոկոսով կլինի, կաս դաշտում ես ու տրամադրվածությունը քո նկատմամբ միայն բացասականը, մեծ մասամբ բացասականը ճիշտը հեռանալն։ Դաշտը ազատի քեզանից, նույնիսկ եթե դու աշխարհի ամենաճիշտն ես, ամենալավն ես, ամենան ես, եթե ստեղծել ես մի իրավիճակ, որ քեզ չեն վստահում, ճիշտը հետ քաշվելն է։ Չի կարելի զորով ստիպել, որպեսզի քեզ ընդունեն որպես առաջնորդ։ Չեն ընդունում քեզ որպես առաջնորդ։ Ինքեր մի քիչ հետ քաշվի, գնա վերջերը, հետո քեզ նորից կխնդրեն կգաս առաջ, բայց հետ քաշվի։ Միակ լուծումն է այս իրավիճակում։ Իմ ամբողջ շփումները, իմ ամբողջ գործունեությունը հանգում է դրան, որ այն պահից սկսած, որ այդ մտահոգությունը, որ տենաս սա ում մարդն է, ով է սրան ֆինանսավորում եւ ում շահերից է, քանի դեռ այդ հարցը դուրս չի եկել, ես ու դու իրար հետ չենք կարողանալու հասնենք հաջորդ քայլին, բայց լավ ինչ անենք այս իրավիճակում, որովհետեւ ես միշտ կասկածելու եմ դու կարող ես ֆինանսավորում ես ու իր շահերից ելնելով ես, իսկ ինքը այնքան վատներ, որ իր հետ ընդհանրապես չի կարելի սեղան նստել։ Այդպեսին է գնահատականը, օբյեկտիվ է, սուբյեկտիվ է, դա էական չի, գնահատականը այդպեսին է։ Եվ այսօր ունենք իրավիճակ, որ այդ 4 անձի վերաբերյալ ունենք 70%-ից ավելի, եթե շատ բան ասեմ, հա, մեղմ ասեմ, անվստահություն։ Յուրաքանչյուրի վերաբերյալ 70% առնվազն անվստահություն կա։ Դա այն ծավալն է, որի դեպքում խոսել առաջնորդի հավակնության մասին ուղղակի չի կարելի։ Ուղղակի ճիշտը առիթից օգտվելով sense մի հատ միտքնել, էլի շատերն են կրկնել։ Նույնիսկ այդ թեմաներով երևի թե մարդ չի եղել մնացել ոչ ասի, բայց միակ տարբերակն է հարգելիներ, ոչ հարգելիներ, ուղղակի հեռացեք ու դուք կտեսնեք ինչ արագ տեղի կունենա այդ փոփոխությունը, որ դուք այսօր ուզում եք անել։ Ձեր անձով է պայմանավորված այն ամբողջ խնդիրը,
որ այսօր կա հասարակության մեջ։ Երկպառակությունը բաժանենք, համարենք քառապառակություն, բազմապառակություն, հարյուրապառակություն, այդ բոլորը եկել է դրան։ Բոլոր խոսակցությունները, հա, այսքան շատ կուսակցություններ են եւ այլն, այդ բոլոր կուսակցությունները շատ արագ կգտնեն համախմբման լուծումները, եթե դաշտում չլինի այդ կասկածի մթնոլորտը, ով ում շահերից է աշխատում։ Ու կառարկայանա այն քննարկումը կլոր սեղանը կվերածի իրական ազգային ժողովի, որտեղ կքննարկվեն իրական օրակարգերը, որտեղ չի լինի այդ մթնոլորտը ձեր բերած օրինակով, հա, շիշ շպրտելու, մեկը մյուսին հայոյելու։ Ես վաղուց այդ դեպքերից հետո այլևս չեմ հետևում։ Հետաքրքրվել եմ սահմանադրությունում թույլատվություն բան կա, տենց բանի, ես բան չեմ ասել։ Այլևս աշխատում եմ չհետևել ինչա կատարվում ազգային ժողովում, որտեղ ինքը ազգային ժողով չի։ Ինքը մեծամասնության ու այդպես է համակարգով դրած մեծամասնության կամքը մեկ անձի կամքը մեծամասնության միջոցով ու ստեղ էլ մի հատ շակերտավոր օրինակ բերեմ, ես մոռացա այդ սահմանադրական խնդիրի ժամանակ ասեմ, մենք անունը դնում ենք մեծամասնություն, բայց իրականում ունենք մի այսպիսի իրավիճակ։ Հայաստանի Հանրապետության բնակչության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ազգային ժողովում ներկայացուցիչ չունի։ Մարդիկ, ովքեր չեն մասնակցել ընտրությունների, մարդիկ, ովքեր ընտրել են Իսկ ով է արգելել նրանց մասնակցել։ Ոչ մեկ, ուղղակի չեն մասնակցել։ Օրենքը համակարգը ընտրական այնպեսին է, որ եթե դու չես մասնակցում, ձայնդ գնում է նրան, ում որ դու հաստատ չէիր ուզենա ընտրել։ Մեխանիկ մարդիկ, ովքեր ընտրել են այլ ուժի, որը այդ տոկոսը անցողիկ չի սահման, այդ բոլոր մարդիկ ներկայացուցիչ չունեն։ Հետևաբար խոսել, որ ազգային ժողովի մեծամասնությունը ներկայացնում է Հայաստանի քաղաքացիների մեծամասնությանը, քաղաքական, իրավական, տրամաբանական նոնսենս է։ Այդպես չի։ Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ պաշտոնական թվով 2.5 միլիոն է, մենք իրական թիվը կարծում եմ 2 միլիոն մեր ընտրելու իրավունք։ Պաշտոնականը 3 միլիոն, չի։ Ընտրելու իրավունք ունեցողները 2.5 միլիոն են, բնակիչությունն է 3 միլիոն պաշտոն։ 2.5 միլիոնից մենք ընդունենք, որ 2 միլիոն ունենք, որից 1/2-ն է մասնակցել ընտրություններին, հա, կեսից մի քիչ ավելին, եւ որից ձայն տվել է լավագույն դեպքում մի բոլոր ուժերին միասին վերցրած 30%։ Այն մնացածի ձայները ուղղակի մեխանիկորեն վերցրել են։ Ես ընտրել եմ Պողոսյան Պողոսին, դու վերցրել ես, քանի որ այդ Պողոսյան Պողոսին օրենք ես դրել, որ ինքը եթե տոկոսը չի հաղթահարում, ինքը դուրս է մնում, դու վերցրել ես ինձ ձայնը, տվել ես Վարդանյան Վարդանին։ Որևէ ձևով ինքը չի կարող համարվի իմ ներկայացուցիչը, որևէ ձևով ինքը չի կարող համարվի իմ կամքը արտահայտող, առավել եւս երբ որ մի հատ տվել ես իրեն հնարավորություն անել այն ինչ որ ինքն է ուզում։ Ու բնականon ունենում ենք արդյունք, գալիս է մարդը, խոստանում է, անելու եմ սա, անելու եմ սա, անելու եմ սա, ասում ես, ինչ լավ մարդ է, շատ լավ էլ խոսում է, ես ինչ դրախտում ենք ապրելու իրակառավարելու ժամանակ, սպասարկումը ձրի է լինելու, ուսումը ձրի է լինելու, մոռանում է քեզ ընդհանրապես, մոռանում է թե ինչ է խոստացել քեզ, ու մեկ էլ որովհետև ինքը մոտենում է դրան որպես առևտրի, նույն ձևի էլ բնակիչը, քանի որ սա իմ պետությունը չի, սա զավթված է, մենք 1000 տարուց ավելի ապրել ենք այլ պետությունների կազմում, հա, ու միշտ համարել ենք, որ դա ուրիշինն է։ Ու դրա համար խուսափել ենք հարկեր վճարելուց, դրա համար խուսափել ենք ծառայել անվտանգության մասին մտահոգվելուց, որովհետև դա մերը չի։ Հիմա երբ որ սա պիտի համարեինք մերը, ես ամենամեծ ձեռքբերումը մեր պատմության մեջ համարում եմ միակ դեպքն է եղել, որտեղ մենք 98% կողմ ձայնով արտահայտվել ենք պետություն հիմնելու օգտին։ Երբևէ մեր ամբողջ պատմության ընթացքում մեր բնակչությունը այդ մասով այդ կարգի քաղաքականապես հասուն չի եղել։ Կամ ինքը իրան է ստացվել, կամ քաղաքական վերնախավն է որոշել։ Ինքն չի ստացվել, հաստատ քաղաքականապես այնքան հասուն էին, որ այն որ ասում էին 3 միլիոն վարչապետ, չէ, ուրեմն 88-ից 91 թվականի ամենաշարքային ցուցարարը այդ կարող էր հավակնել ցանկացած պետական պաշտոն։ Տերեր, այդ թվականին 88-ից կարող էր հավակնել եւ իր ինտելեկտով, եւ իր հայրենասիրությամբ, եւ իր պետականության
անկալմամբ կարող էր հավակնել ցանկացած պետական պաշտոնի։ 88-ից 91 թվականներին, մի քիչ ավելի 93 թվականներին մեր յուրաքանչյուր քաղաքացին պետության տեր էր։ Մինչև 96 թվականի նախագահական ընտրությունները։ Իմ կարծիքով դրանից 93-ից հետո սկսվեց, եկավ 95-ը սահմանադրությունը, եկավ այդ ձեր ասած ազգային ժողովի ընտրությունը, եկավ այդ նախագահական ընտրությունը ու աստիճանաբար համակարգը քայքայումը սկսեց գնաց վայրի սեփականաշնորհում կոչված գործընթացը, ունեզրկումը, այդ ամբողջ գործընթացի արդյունքում տիրոջից մենք վերածվեցինք իրենց համար ծառաների, մեր համար միևնույն է, ումից ինչքան օգուտ կարանք քաղենք։ Մեր ընտրության իմ հարցումները, շփումները եւ մի հարց եմ միշտ տալիս, ինչ չափանիշով ես որոշում ընտրություն կատարելուց եւ ինչքան էլ փորձեն բան ձևակերպումներ տան, միևնույնն է, մի քանի հարցերի միջոցով գալիս ես հասնում ես նրան, որ մարդը ընտրություն է կատարում անձնական շահով։ Ինքը ինչ կապ ունի այդ ընտրվողի հետ։ Կամ եթե չունի ոչ մի կապը փող, եթե ունի կապը ինչ պաշտոն կստանամ, ինչ առավելություն կստանամ, գարաժի թույլտվություն կստանամ, պաշտոնն էլ համար կարևոր չի։ Ինչ գործ կստանամ, աշխատանք կստանամ։ Ու ստեղ էլ շատ կարևոր հարց է, երբ որ հարցնում ես մարդուն, մարդը ինչի ես ուզում այդ գործը ստանաս։ Այդ գործը այսքան աշխատավարձ է, դու դրանից ավելի շատ ես այսօր աշխատավարձ ստանում։ Ինչի ես ուզում գնաս։ Ենթադրվում է ինքն էլ իր մեջ գիտի, որ ինքը գնում է այնտեղ ոչ աշխատավարձի համար։ Գնում է թալանի համար։ Ու դա չի խոստովանել, ինքը գիտի։ Բոլոր ինքը ներսում գիտի, որ չի կարա մարդը, որ այսօր աշխատում է 500,000 դրամ, երազի 200,000 դրամանոց աշխատավարձի մասին։ Չի լինում այդպես։ Դրա համար են, այո, ճիշտ են ասում իշխանությունները, չեն կարողանում պրոֆեսիոնալ մարդիկ գտնել պետական համակարգը ընդունելու աշխատելու համար, որովհետև այդ պրոֆեսիոնալ մարդը դրսում ավելի փող աշխատում։ Ինքը պիտի դառնա պատրաստ մարդ, որը գա գողանալու, թալանելու։ Եթե ինքը այդպեսին չի, ինքը չի գա պետական համակարգ։ Ու արդյունքում մենք ունենում ենք մի այսպիսի իրավիճակ, որ այն մարդը, որ իրոք նվիրված է, ինքը իրոք սիրում է իր պետությունը, ուզում է գործանել, ինքը խառնվում է այն բանի հետ, մարդու հետ, ով որ պատեհապաշտ, ով որ եկել է միայն թալանելու ու փախնելու մասին համար, ու այդ համակարգում այդ մաքուր մարդը չի կարա մաքուր մնա, ինքը ցեխոտվում է։ Ինքը ոչ մի բան չանի էլ, ինքը ցեխոտվում է։ Ու ունենում ենք այդ իրավիճակը, որ ես չեմ տեսել մարդ, չեն հանդիպել իմ կյանքի ընթացքում այդպիսի մարդ, որը կասի, որ գիտեք, այս պետական համակարգը լավ է աշխատում։ Որևէ մի համակարգ։ Մենք կրթական համակարգից դժգոհ ենք, մենք առողջապահական համակարգից դժգոհ ենք, մենք սոցիալական համակարգից դժգոհ ենք։ Մի համակարգ չկա, որի վերաբերյալ պետական այդ առաջի դեմքից սկսած մինչև ամենասովորական քաղաքացին, մինչև որևէ մեկը չկա, որ ասի, այս ինչ համակարգում նորմալ է գնում։ Զարգացումները նորմալ են։ Բոլորը ընդունում են, որ բոլոր համակարգերում մենք ունենք ծայրահեղված վիճակ։ Ու լուծումը, եթե ինչ-որ մեկը ունի էլ այսօր իշխանության մեջ, ինքը այդ լուծումը չի կարողանում այնպես ներկայացնել ու այնպես բացատրել, որ ես ասեմ, դե լավ, այսօր եկեք գոտիները ձգենք, եկեք հարմարվենք այս իրավիճակին, 5 տարի հետո հաստատ լավ է լինի։ Չկա այդպիսի մեր երկրում ես նույնիսկ վերջերս սկսել եմ հանդիպել մարդկանց, ովքեր խիստ կասկածում են, որ մենք 5 տարի ընդհանրապես գոյություն ունենալու ենք որպես պետություն։ Մարդիկ կան, որ մի տարից կասկածում են։ Քանի գնում այդ ժամկետը նվազում է, առաջ 5-եր, հետո 3, այդ հիմա արդեն ասում են, ինչ ես խոսում։ Շատերն ասում են, որ չեն հասնելու 26-ի մենք օրորի բան վիճակում ենք, որտեղ դու եկել ես խոսում ես 26-ի ընտրությունների մասին, մենք կարող ենք 26-ի նոր տարուն արդեն պետություն ունենալ։ Ու այդ իրավիճակում իրոք խոսել համախմբման մասին, իրոք խոսել ծրագրերի մասին, ուղղակի մարդը ասում է, ինչից ես խոսում։ Ինչ ես գործել, ինչ ես ման գալիս։ Այսպիսի իրավիճակում մենք Պարոն Բալոյան, դուք շատ դիպուկ ձեր խոսքում նշեցիք, որ ազգային ժողովը վերածվել է մեկ անձի կամքը մեծամասնությամբ դակելու օղակի։ Համաձայն եք։
Հիմա այդ դեպքում վերջին հարցը, այդ դեպքում այս օպոզիցիա կոչվածը ինչ է անում ազգային ժողովում, ինչ ելք կա ստեղծված իրավիճակից։ Ասացի, այդ 4 անձինք հեռանում են, ոչ մի բան չկա ազգային ժողով, այս գործող քաղաքական համակարգում ոչ մի բան չկա անելու, եթե դու ունես այնտեղ 30%-ից պակաս այն։ Որևէ օրենքի վրա որևէ ազդեցություն չեն դու այնտեղ ես նստած ես, թե նստած չես, ոչ մի բան չի։ Օրակարգի վրա որևէ ազդեցություն, նիստերի կամ նստաշրջանի օրակարգի վրա որևէ ազդեցություն չկա։ Որևէ հարցում արդեն եթե մի ժամանակ ասում էին, որ գիտեք, կարևոր է, որ падգամավոր է, մուտք ունի, քրեակատարողական հիմնարկ, ոստիկանական բաժանմունք եւ այլն, այսօր այդել է արգելվում։ Ըստ Ոչ մի բան չի փոխվում, նույնիսկ եթե մուտք ունես, ինչա փոխվում։ Իրավիճակի, չէ, ասենք թե ըստ իրավիճակի падգամավորին ուղղակի կանգնեցնում են ոստիկանության շենքի դռան առաջ, դուռը փակում են, ասում են սպասեք, մենք ձեզ կասենք երբ մտնեք ներս։ Այնինչ ըստ օրենքի падգամավորի առաջ փակ դուռ պետք է չլինի, չէ։ Հիմա այդ մարդիկ այնտեղ ինչ են անում, ինձ դա է շատ հետաքրքիր։ Եթե ոչինչ իրենց ձեռքը ոչինչ չկա, ոչինչ չեն կարողանում անել, ինչի համար է այդ ամեն ինչը։ Ես էլ եմ դա ասում, այդ ինչ որ ասում էի, առանց բացատրելու, առանց հասարակության քաղաքացիների հետ աշխատանքի դա միայն իշխանությանը չէր վերաբերվում, դա նաև վերաբերվում էր ցանկացած քաղաքական միավորի, տվյալ դեպքում ընդդիմությունը անվանենք պաշտոնական ընդդիմություն, ովքեր ներկայացված են ազգային ժողովում, իրենք նույնպես հասարակության հետ աշխատանք չեն տանում։ Իրենք այդ հարցի պատասխանը երբևէ չեն ձևակերպել։ Իրենք ինչի համար են նստած ազգային ժողովում։ Իրենք անուն են դնում, որ ընդեղից բարձրաձայնենք, կներեք էլի ազգային ժողովի նիստը ավելի քիչ մարդ է լսում, քան թե ցանկացած բլոգերի այսպիսի հաղորդում։ Գնացեք այդ նույնը բարձրաձայնեք։ Հիմա բարձրաձայնեցինք։ Այդ եմ ասում, նույն բանը, այն ինչ որ ես հիմա այստեղ եմ խոսում, թե ազգային ժողովի ամբիոնից կխոսեմ, ոչ մի փոփոխություն չի տալու։ Հետևաբար այնտեղ լինելու իմաստը գործող քաղաքական համակարգում ուղղակի չկա, որովհետև նույնիսկ այն իշխանություն, մեծամասնություն ներկայացնող падգամավորները որևէ ձևով ազդեցություն չունեն այդ որոշումների կայացման վրա։ Իրանք էլ են այնտեղ կնոպկասեղմող։ Ազգային ժողովը դա տեղ է, որտեղ մարդիկ ուղղակի կնոպկա են սեղմում։ Իրենք որևէ ազդեցություն, որևէ падգամավոր չի կարող կանգնի ու ասի, որ ես կարող եմ ազդել այս որոշման վրա ու ես դրա համար էստեղ եմ։ Եթե ասի ինքը իրան առաջ խաբելու է ու իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության բնակչության 99%-ը այդ նույն կարծիքին է լինելու, որ դու խաբում ես։ Չունես այդ լծակը։ Կա որոշում, որոշելը պայմանական ընդունենք կուսակցության վարչությունը, իշխանական կուսակցության վարչությունը, որոշելը այդպես, այդ որ մի падգամավորն է խելքը հացի հետ գերե, որ հելնի ասի, չէ, ես դեմ եմ դրան։ Տեսել եք այդպիսի բան ամբողջ 35 տարվա որևէ ձևով չի կարողանում դեմ կանգնել այդ ամեն ինչ։ Ընդդիմությունում էլ է նույն գործելավոճը։ Ընդդիմությունում էլ չկա падգամավոր, որը կարա իր քաղաքական ուժի առաջնորդի կամքին դեմ գնա։ Այնտեղ էլ առաջնորդը ինչպես որոշեց, այդպես էլ քվեարկում է։ Հետևաբար Հայաստանում ունենք, եթե պայմանականորեն ընդունենք առաջին նախագահին, որ ինքը համայրա չի խառնվում, ունենք 3 անձ, որոնք որոշում են ինչպիսի որոշում պիտի կայացվի։ Եվ այն մնացած բոլոր պաշտոնատար անձինք ընդհանրապես կատարում են։ Իրենք որևէ ձևով այդ որոշումների կայացման վրա չեն ազդում։ Ցավոք սրտի, քանի գնում այդ որոշումների կայացումը ներսից տեղափոխվում է դուրս եւ տեղափոխվում է ավելի ու ավելի թշնամական պետություններ, որոնց համար Հայաստանի գոյությունը այդքան հետաքրքիր չի։ Միգուցե ձևի համար գոյությունն ավելի հետաքրքիր է։ Այո, եւ այդ նաև այդ ամեն ինչի արդյունքում նույնիսկ այն պետությունները, ովքեր կարող էին պայմանական դաշնակից լինել կամ կարող էին
ինչ որ պահի մեր շահերը կարող էին համընկնել, նույնիսկ այդ իրավիճակում նույնիսկ իրենք երբ որ հասկանում են, որ դու գործոն չես, դու ընդամենը խաղաքարտ ես սեղանի վրա, ոչ թե խաղացող ես, իրենք արդեն ուրիշ ձև են մոտենում, արդեն սկսում են պայմանավորվել իրար մեջ քո մասին։ Թե այդ խաղաքարտում ձեռքը լինի։ Այո, որտեղ լուծում ասել, որ ես կգամ իշխանության ու այդ իրավիճակը կփոխեմ, միամտություն է։ Այդպես չի լինելու, քանի դեռ այդ մարդը չի գալիս համակարգային փոփոխություն անելու եւ ինքը չի գալիս արդեն փոփոխված համակարգով։ Այսինքն, եթե ինքնահռչակ ես եմ ասում, ես եմ առաջնորդը, եկեք իմ հետևից, նախ ես չեմ գալու, չեմ կարողանալու գալ համակարգ ուղղակիություն։ Բայց այտենց մի հատ հրաշք ֆոկուսով, հա, մեկ էլ Փաշինյանը զարթնում է ու ասում է, «Էս ինչ խելացի տղա էր էս Արտուրը, եկեք վաղվանից Արտուրին ենք նշանակում վարչապետ»։ Չեմ կարողանալու ոչ մի բան անել, եթե ես չունեմ, չեմ եկել այդ, չեմ ընտրվել այդ քաղաքացիների կողմից ու իրենք չեն վստահում ինձ, որպեսզի ես կարողանամ անել ու ես էլ իրենց հետ չեմ խոսում, ինչ եմ պատրաստվում անել։ Այդ փոխադարձ կապը ու փոխադարձ վստահությունը չեղավ, ում ուզում եք դրեք, ոնց ուզում եք դրել, ինչ ուզում եք արեք, նույն իրավիճակն ենք ունենալու, ավելի վատ։ Շնորհակալություն ինձ հյուրընկալվելու համար, հետաքրքիր զրույց ստացվեց։ Կփորձենք կլոր սեղանները միացնել մեծ կլոր սեղանի եւ տեսնենք այդ դեպքում ինչով կարող ենք օգնել մեր պետությանը, մեր հայրենիքին, մեր երկրին։ Ամեն կերպ փորձում եմ որևէ ձևով, որևէ ձևաչափով, որևէ ձևաչափ չկա, որից խուսափում եմ, որևէ միջոցառում, հանդիպում, կլոր սեղան չկա, որտեղ չեմ փորձում ամենաակտիվ ձևով մասնակցելով հասնեմ այդ իր մթնոլորտի փոփոխությանը ու այդ գիտակցությանը, որ եկեք մեր գաղափարական, սկզբունքային ինչ որ տարաձայնություններ եկեք դնենք մի կողմ ու փորձենք լուծումներ գտնել ու առաջարկել հասարակությանը, ժողովրդին, ազգին, որ այդ մարդկանց մեջ մի քիչ հույս առաջանա, մարդկանց մեջ մի քիչ հավատ առաջանա ու ասեն պատրաստ ենք, մենք պատրաստ ենք լծվել պետության կառուցման գործին։ Չեղավ այդ մոտեցումը չի լինելու արդյոք։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ հյուրընկալվելու համար։ Այսօր այսքանը, ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ մեր եթերում։